Ողջույն բոլորին, այսօր ձեր ուշադրությանն եմ ներկայացնելու մեր հայ իրականությունից վերցված մի պատմություն, որը կարծում եմ շատերին կհետաքրքրի, թե ինչպես կեսուրը քանդեց իր տղայի երջանիկ ընտանիքը, ճշմարտությունը բացահայտվեց մի փոքր ավելի ուշ։ Պատմությունը ներկայացնում եմ մեր հերոսուհու խոսքերով։ Երբ ամուսնացա, կարծում էի կյանքը վերջապես իր տեղն ընկավ։ Երևանում մենք ձեռք բերեցինք փոքր բնակարան, ոչ շատ շքեղ, բայց կարևորը մերն էր, եւ մենք առանձին էինք։ Ամուսինս հոգատար էր, ուշադրություն էր դարձնում ինձ, միասին ծրագրեր էինք կազմում։ Առաջին երեխայից հետո ավելի ամրապնդվեց մեր կապը, թվում էր ընտանիքը կայացած է։ Սկեսուրը սկզբում հաճելի կին էր թվում։ Միշտ ասում էր՝ դու իմ աղջիկն ես, բայց ժամանակի ընթացքում այդ խոսքերի տակ այլ բան սկսեցի զգալ։ Նա սկսեց հաճախ գալ մեր տուն, սկզբում օգնելու պատրվակով, բայց հետո արդեն առանց զգուշացնելու։ Ամեն այցից հետո ինչ-որ ծանր մթնոլորտ էր մնում մեր տանը։ Սկսեցի նկատել, որ ամուսինս փոխվում է, դառնում է սառը, անուշադիր, երբեմն նույնիսկ կոպիտ, իսկ ես չէի հասկանում, թե ինչու։ Երկրորդ երեխայից հետո ամեն ինչ ավելի վատացավ։ Ես ֆիզիկապես հոգնած էի, հոգեպես դատարկված, բայց փոխարենը, որ աջակցություն ստանայի, սկսեցի զգալ մեղադրանքներ։ Տունը մաքուր չէ, երեխաները վատն են, դու փոխվել ես, դու նրան այլևս երջանիկ չես դարձնում։ Բայց այս խոսքերը նա չէր ասում ինձ ուղիղ, նա ասում էր իր որդուն։ Ես երկար ժամանակ մտածում էի, որ խնդիրը իմ մեջ է, փորձում էի ավելի լավը լինել, ավելի շատ լռել, ավելի շատ տալ, բայց որքան շատ էի փորձում, այնքան ավելի կորցնում էի ինքս ինձ։ Մի օր պատահաբար ամուսնուս հեռախոսում տեսա նամակագրություն իր մայրիկի հետ։ Սկեսուրս օրերով գրել էր նրան երկար հաղորդագրություններ, լի մեղադրանքներով, կեղծ պատմություններով, ուռճացված իրավիճակներով, իսկ ամենացավալին այն էր, որ ամուսինս երբեք չէր կանգնեցնում այդ խոսքերը։ Արդեն առաջին անգամ հասկացա, ես պայքարում եմ ոչ թե ամուսնուս, այլ մի մարդու դեմ, ով երբեք չի ուզել, որ իր որդին ունենա սեփական ընտանիք։ Բայց ճշմարտության ամենածանր մասը դեռ առջևում էր։ Մի երեկո պատահաբար լսեցի սկեսուրիս հեռախոսազրույցը ընկերուհու հետ։ Այդ օրը նա մեր տանն էր։ Նա վստահ էր, որ մենակ է, եւ այդ պահին լսեցի խոսքեր, որոնք կյանքում չեմ մոռանա։ Եթե պետք լինի, կկործանեմ այդ ընտանիքը, միայն թե տղաս ինձնից չհեռանա։ Ես եմ նրան կյանք տվել, ոչ թե նա։ Այդ պահին հասկացա, սա սեր չէր, սա կախվածություն էր, կառավարում, վախ կորցնելու վերահսկողությունը։ Այդ օրը ներսումս ինչ-որ բան վերջնականապես կոտրվեց։ Ես հասկացա, որ եթե մնամ, կկորցնեմ ոչ միայն ինձ, այլ նաև երեխաներիս խաղաղ մանկությունը։ Եվ առաջին անգամ կյանքում որոշում ընդունեցի ոչ թե վախով, այլ գիտակցումով։ Ես հեռացա։ Դժվար էր, շատ դժվար, բայց առաջին անգամ տարիների ընթացքում կարողանում էի շնչել առանց ծանրության, առանց դատելու, առանց մշտական մեղավորության զգացման։ Այսօր միայնակ եմ երեխաներիս հետ, բայց գիտես ինչն է ամենակարևորը։ Տանը լռություն է, բայց ոչ այն սառը լռությունը, այլ խաղաղ։ Երբեմն մտածում եմ, եթե ժամանակին ավելի շուտ հասկանայի ճշմարտությունը, գուցե կյանքն այլ լիներ, բայց գոնե հիմա գիտեմ, որ ես փրկեցի եւ ինձ եւ իմ երեխաներին։ Այս ամենից հետո երկար ժամանակ լուռ էի ապրում, չէի պատմում ոչ մեկին, չէի բողոքում, չէի արդարանում։ Մարդիկ տեսնում էին միայն մակերեսը, բաժանված կին, մենակ մայր, չհաջողված ընտանիք, բայց ոչ ոք չէր տեսնում, թե որքան ուժ է պետք ամեն առավոտ վեր կենալու համար, երբ ներսումդ դեռ ցավ կա։ Տարիներ անց պատահաբար հանդիպեցի նախկին ամուսնուս։ Նա ծերացած էր թվում, հոգնած, աչքերում դատարկություն։ Մի պահ լռեցինք, հետո նա միայն ասաց. «Դու ճիշտ էիր»։ Ես պարզապես չկարողացա ժամանակին դա հասկանալ։ Այդ խոսքերին ես սպասել էի տարիներ, բայց երբ լսեցի, արդեն ուշ էր։ Ոչ թե նրա համար, այլ իմ, որովհետև ես այլևս այն կինը չէի, ով աղաչում էր, ով պայքարում էր մեկի սիրո համար, ում համար մեկ էր այդ ամենը։ Ես դարձել էի մի կին, ով սովորել էր ապրել առանց արդարացումների։ Եվ հենց այդ պահին հասկացա ամենակարևորը, երբ դու երկար ժամանակ ցավի մեջ ես ապրում, հետո դուրս ես գալիս այդ ցավից, դու այլևս երբեք չես վերադառնում այն հին մարդու կերպարանքին, որին առաջ եղել ես։ Դու կամ կոտրվում ես, կամ դառնում ուժեղ։ Ինձ մոտ բնականաբար երկրորդ տարբերակն էր։ Ես դարձա ուժեղ։ Խորհուրդներ երիտասարդներին։ Եթե դու երիտասարդ ես եւ տեսնում ես այս տեսանյութը, ես ուզում եմ քեզ մի քանի բան ասել, ոչ թե որպես ուսուցիչ, այլ որպես մարդ,
Ով անցել է այս ցավի միջով, ասում է մեր հերոսուհին։ Երբ սիրում ես մեկին, նայիր ոչ միայն նրան, այլև նրա հարաբերությանը իր ծնողների հետ։ Դա շատ բան է ասում ապագայի մասին։ Սիրել չի նշանակում ինքնադադարեցում։ Եթե հարաբերության մեջ դու սկսում ես կորցնել քեզ, դա այլևս սեր չէ։ Երբ մարդը քեզ սիրում է, նա քեզ պաշտպանում է, անգամ սեփական ընտանիքից, եթե պետք է։ Երբեք մի մտածիր, որ պետք է մնաս հարաբերության մեջ միայն ընտանիքը պահելու համար։ Երեխաներին պետք է խաղաղություն, ոչ թե կեղծ ամբողջություն։ Եվ ամենակարևորը, մի ընտրիր այն կյանքը, որտեղ դու ստիպված ես ապացուցել, որ արժանի ես սիրո։ Սերը ապացույց չի պահանջում։ Դե ինչ սիրելիներ, շնորհակալություն տեսանյութը մինչև վերջ դիտելու համար, կարծում եմ, որ այն ձեզանից շատերին կհետաքրքրի եւ ինչու ոչ նաեւ օգուտ կտա մտածելու եւ կյանքը ժամանակին փոխելու համար։ Իսկ ես ընդհանրապես ձեզանից խնդրում եմ, եթե դեռ չեք բաժանորդագրվել ալիքին, ապա հենց այս պահին միացեք, որpիսի դուք էլ բաց չթողնեք առաջիկայում սպասվող ավելի հետաքրքիր տեսանյութերը։ Իսկ այժմ սպասում եմ ձեր կարծիքների մեկնաբանություններ բաժնում, արդյոք ճիշտ վարվեց մեր հերոսուհին թե ոչ, եւ առհասարակ ինչպես դուք կվարվեիք, եթե գտնվեիք մեր հերոսուհու փոխարեն։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես սիրով կընթերցեմ դրանք։